Ողջույն հարգելիներ, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը հին կտակարանից է, ուսումնասիրելու ենք մենք առակների գիրքը, 11-րդ գլուխն ենք ուսումնասիրում 27-ից 28 համարները։ Ինչպես միշտ, խնդրենք, որ երբ որ դուք այս պատգամը ստանում եք, պարզապես ամբողջությամբ դիտեք և փոխանցեք ձեր մտերիմներին ու կատարեք ձեր ավետարանության պարտականությունը։ Հիմա այս չորեքշաբթի օրվա սերտողությունը մենք վերնագրել ենք Աստծու մեջ կա կյանք։ Ընդամենը երկու համար ենք ուսումնասիրում, բայց բավականին ծավալուն է և շատ ասելիքներ ունենք մեր մեկնաբանության մեջ։ Եկեք մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ կարող ենք մենք քո խոսքերը կարդալ, ուսումնասիրել եւ աղոթում եմ Տեր, որ Սուրբ Հոգին մեզ դասավանդի այսօր ու աշակերտվենք քո խոսքերով։ Աղոթում ենք մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում ենք նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով, ամեն։ Հարգելիներս, ուրեմն 27 համարը մենք ընդհանրապես օգտագործում ենք Արարատի թարգմանությունը, Արարատ Աստվածաշունչի թարգմանությունը, բայց այս համարը, 27 համարը, կարծում ենք, որ Էջմիածինի թարգմանությունը շատ ավելի հաջող ձևով է գրված, կարդամ ուրեմն երկու տարբերակները, կուսումնասիրենք ու կանցնենք առաջ։ Ուրեմն Արարատի թարգմանության մեջ նոր ձևավորումն է սա թարգմանության, գրած է բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։ Իսկ Արարատի կներեք Էջմիածինի թարգմանության մեջ շատ ավելի ճշգրիտ է մեր կարծիքով գրված է ով բարիք է անում, նա բարության շնորհ կգտնի։ Հաջորդ մասը իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան, մենք համաձայն ենք դրան, իհարկե առաջի մասը այդ նախադասության ավելի ճշգրիտ ձևով է թարգմանված, որովհետև այստեղ բարիք անողն է, որ բարության շնորհ է գտնում։ Սա ինչ է նշանակում։ Իմաստը հետևյալն է, որ եթե Աստծուց եւ թե այսինքն թե Աստծուց եւ թե մարդկանց կողմից արարքները երևում են ու արարքները մեր թե բարի եւ թե չար ունի պարզ հետևանքներ։ Չկա մի գործ կամ ցանկություն, որ Աստծու աչքից վրիպի, եւ նա ով կամքն է կատարում Աստծու, Տերը նրան կտա շնորհ։ Սա է միտքը։ Իհարկե նույն մոտավորապես նույն ձևով, նույն ուղղությամբ, այսինքն մոտավորապես մարդկանց կողմից կարող ենք տեսնել, քանի որ մարդիկ էլ եթե տեսնում են բարի գործեր մի անձնավորության, ավելի լավ են տրամադրվում միգուցե մարդկանց հետ, իհարկե կան այն մարդիկ, որ չար մտքի են և նախանձ են, իհարկե ով բարի գործեր է անում, կարող է նախանձեն, կարող է այդ մարդուն ատեն, բայց հիմնականում նույնն էլ մարդկանց մեջ է, որ շնորհ կգտնես նաև մարդկանց մեջ։ Իսկ բարի գործողը շնորհ կունենա և բոլոր արարքները ունայն չեն լինի։ Լինենք Աստծու կամքը կատարող, սիրենք մարդկանց ու անենք բարին։ Սա առաջի կետն է։ Իսկ երկրորդ կետը մենք Հիսուս Քրիստոսի պատգամավորներն ենք, ինչպես Պողոս առաքյալն է մեզ սովորեցնում երկրորդ Կորինթացիների նամակի մեջ 5-րդ գլուխ 20-րդ համարի մեջ։ Եվ Քրիստոսի հետևորդները միմիայն Աստծու կամքի մասին պետք է մտածեն։ Ուրեմն անհրաժեշտ է ամեն ժամ, ամեն վայրկյան մտածել Աստծու առքայության և Աստծու գործերի համար։ Ու այդ ձևով մենք, ինչպես տեսանք, ով բարիք է անում, նա բարության շնորհ կգտնի։ Իսկ 28 համարը ինչ է գրված. իր հարստության վրա հույս դնողը
կտապալվի, բայց արդարները սաղարթի պես կծաղկեն։ Նախ ով է այս մարդը, որ հիմնված է, հույսը դնում է իր հարստության վրա, եւ ով է արդարը։ Եթե մենք մեր հույսը դնում ենք մեր ռեսուրսների վրա, մեր ռեսուրսները պարզապես միջոցները սահմանված են և ժամանակավոր են։ Ոչ մի բան այս աշխարհում մնայուն չի։ Ուրեմն միտքը որն է։ Միտքը այն է, որ մնայուն բանի վրա դնենք, հավիտենական բաների վրա դնենք մեր միտքը և մեր վստահությունը, թե դնենք մենք ժամանակավոր եկող և գնացող բաների վրա։ Ամեն ինչն էլ այս աշխարհում կանհետանա, կմաշվի, կոչնչանա, կմոխրանա նաև։ Այս իմաստը շատ կարևոր է մեր համար, որովհետև Տերը մեզ շատ պարզ կերպով է ասում է. սկզբից ձգտեք երկնքի առկայությունը և նաև ասում է, որ գանձեր մի տիզեք այս աշխարհում։ Ուրեմն մեր համար ի՞նչն է այստեղ կարևոր որ հասկանանք։ Առաջինը, արդարը նախ այն մարդն է, ով Տիրոջը ընդունել է, ապաշխարած քրիստոնյան է, իսկ այդ արդարը կծաղկի, որովհետև Տերը որտեղ նրան դրեց, և եթե նա հնազանդ կերպով Տիրոջը լսեց և կամքը կատարեց, արդարն է, որ ծաղկելու է։ Եվ հնազանդ մարդն է Տիրոջը հնազանդ մարդն է ծաղկելու և զորանալու։ Եվ դա չի նշանակում, որ մեր կյանքում մենք փորձություններ կամ դժվարություններ չենք տեսնի, բայց սա հոգևոր առումով է նաև գրված, որ հոգու մեջ, Աստծու մեջ կծաղկենք և կզորանանք և կառաջադիմենք մենք հավատքի մեջ, կառաջադիմենք Աստծու հոգով։ Սա է կարևորությունը։ Ուրեմն ինչ կարող ենք մենք հասկանալ այս երկու կետերից։ Առաջինը՝ բարությունը, նա այն գործն է, որ քրիստոնյան պետք է անի։ Նա այն գործն է, որ ապաշխարած քրիստոնյան պետք է անի, այսինքն պետք է նա, ով ունի Աստծուն իր մեջ, այսինքն Սուրբ Հոգին, նրա միտքը և կենտրոնացումը հարկավոր է Աստծու աշխատանքների և գործերի վրա լինի, ու նրա շարունակությունը բացատրությունն է հավելյալ, որ այդ մարդը, այդ ապաշխարած քրիստոնյան, իր վստահությունը անցողիկ բաների վրա չի դնելու, դնելու է հիմնական և հիմնավոր և հավիտենական բաների վրա։ Այսինքն մեր միտքը երկնքի առկայությունն է, մեր ուղղությունը մեր Տեր Աստվածն է և մեր սրտի ցանկությունը ծառայությունն է Նրան։ Սա է կարևորությունը։ Ու հուսով եմ, որ այս երկու համարներով օրհնվեցիք դուք և հասկացաք, թե Տիրոջ կամքը որն է մեր համար, որ մենք բարին անենք, իր շնորհով լեցվենք և որպես արդարներ, այսինքն արդարացած Հիսուս Քրիստոսով, մեր միտքը և մեր հիմնվածությունը, կախվածությունը միմիայն մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Աղոթում եմ Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։